Այսպիսի բան միայն կարելի է հանդիպել Նավադիևիչի գերեզմանոցում։ Ես նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրեցի, այստեղ է գտնվում Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահի Ելցինի գերեզմանը, հետևում, ինչպես ասել է իլյուզիոնիստներ, Կիով եղբայրների գերեզմանն է, բայց ահա թերևս ամենահետաքրքիրը, չգիտեմ ինչպես ասեմ, այստեղ Գրիգորի Նիկուլինի գերեզմանն է, ոչ ավել, ոչ պակաս, այս անձն է եղել Ռուսաստանի վերջին թագավորի ցարի գնդակահարողներից մեկը, ինչպես ռուսներն են ասում, պալաչ։ Ինքը խաղաղ հանգիստ կյանքով հետագայում ապրել է, ոստիկանական համակարգում շատ բարձր պաշտոն է զբաղեցրել։ Այս գերեզմանոցում թաղված է նաև մեկ այլ պալաչ, ինչպես իրենք են ասում, Մեդվեդև ազգանունով, որը ևս մասնակցել է այդ մասնակիցն է եղել այդ դաշնությանը եւ նրա որդին փաստորեն հետո հայտնի է դառնում, որ այն ատրճանակը, որով որ դաշնաբար գնդակահարել եւ սպանել են ցարին, կնոջը, երեխաներին, այդ ատրճանակը պահպանված է եղել եւ իրենց ընտանիքում է եղել։ Որդին հպարտացել է դրանով եւ մի հանդիպման ժամանակ փոխանցել է Խրուշովին, ասելով. «Ահա, ես հպարտությամբ փոխանցում եմ ձեզ, սա այն ատրճանակն է, որով գնդակահարվել է թագավորը, իր կինը եւ զավակները»։ Այսպիսի պատմություններ։